Այդ պարտությունները կրում են եւ հետո կործանվում, որովհետեւ կայսրությունները մեռնելուց առաջ միշտ մի վերջին շունչ են քաշել, փորձելով ընդարձակել իրենց սահմանները եւ իրենց կամք ավելի շատ թելադրել այլ պետությունների։ Իրենց չափը անցնող ռազմական արշավներ են կազմակերպում, կենտրոնացնում են իշխանությունը, խիստ ճնշում են իրականացնում ընդդիմության դեմ եւ փորձում են իրականացնել շքեղ նախագծեր։ Կայսրությունների այս վերջին շունչը նման է մի մեռնող աստղի, որը մարելուց առաջ ավելի ուժեղ է այրվում։ Դա լինում է, երբ կայսրությունները սկսում են բազմաթիվ ներքին խնդիրներ ունենալ, ինչպես օրինակ տնտեսական, ժողովրդագրական եւ հասարակական խնդիրներ։ Այդ ներքին խնդիրների պատճառով կորստում են իրենց վստահությունը սեփական ուժերի, ինչպես նաեւ իրենց ապագայի նկատմամբ, որի արդյունքում դիմում են արտառոց քայլերի, որպեսզի վերականգնվեն։ Չեն կարողանում ներքին խնդիրների համար լուծումներ գտնել, դրա համար սկսում են լուծումներ փնտրել դրսում։ Դա նման է մի մեծ էգո ունեցող մարդու, ով իրականում անինքնավստահության ու հոգեբանական խնդիրներ ունի, բայց փորձում է մեծ խոսելով եւ արտաքին արարքներով ինքնահաստատվել։ Եվ ահա Ամերիկայի Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի Դաշնության եւ ինչու՞ չէ, նաեւ Չինաստանի վերջին մի քանի տարվա քայլերը ոչ այլ ինչ են, եթե ոչ իրենց մեռնող կայսրությունների վերջին շունչը։ Կրեմլը Արցախին դավաճանելուց հետո սկսեց իր պատերազմը Ուկրաինայում, որպեսզի հետ բերի իր սովետական սահմանների կարևոր նշանակություն ունեցող մասերը։ Իսկ Վաշինգտոնը Թրամփի օրոք ուզում է Ամերիկան կրկին հզոր դարձնել կարգախոսով գրավել Գրենլանդիան եւ ինչու՞ չէ նաեւ Կենտրոնական Ամերիկան ու Կանադան։ Սակայն մեր ողերիմ դաշնակից Ռուսաստանը գաղափար անգամ չունի, որ Արցախի դեմ իր դավադրությունը իրականում հենց իր վերջին սկիզբն է լինելու։ Ամերիկան ու Ռուսաստանը որքան էլ տարբեր լինեն, գրեթե նույն արտաքին ու ներքին խնդիրների առաջ են կանգնած, քանի որ երկուսն էլ գերտերություն դարձան երկրորդ աշխարհամարտից հետո, երբ պարտվեց ազգայնականությունը եւ հաստատվեց այս սիոնիստական աշխարհակարգը։ Շատերը տեսնելով Կրեմլի ու Վաշինգտոնի համարձակ քայլերը կկարծեն, թե իբր նոր թափ են հավաքում, բայց երբ իմանան կայսրությունների վերջին շնչի մասին, կհասկանան, որ այդ կայսրությունները, ինչպես նաեւ նրանց կողմից հաստատված այս պիղծ աշխարհակարգը կործանման եզրին են կանգնած։ Հիշենք Ռոմի իմաստուն կայսր ու փիլիսոփա Մարկոս Ավրելիոսի խոսքերը։ Նայեք անցյալին նրա փոփոխվող կայսրություններով, որոնք վերելք եւ անկում ունեցան, եւ դուք նույնպես կարող եք կանխատեսել ապագան։